Երեխայի սովորելու միջավայրը ավելի շատ մրցակցային պիտի լինի, թե համագործակցային։ Գնահատականը մրցակցության մասին է։ Պիտի լինի ընկերություն, քո ընկերոջ հետ դու ճանապարհ ես գնում, փոխադարձ հարգանք է եւ փոխադարձ փոխօգնություն։ Իրար օգնելը։ Մրցակցությունը որն է նշանակում, ինչ որ բան դու ավելի լավ ես անում, քան ընկերդ։ Ընկերներ ինչ որ մի բանում քեզ է գերազանցում անպայման։ Այս նաեւ ուրախանալ է, այդ նաեւ խմբով աշխատելու առավելությունները։ Մրցակցությունը այդ մեծերն են բերել, որ իրանց ինչ երեխա ունեմ, դա ինձ է քաշել, չգիտեմ, էս արել։ Այդ լրիվ ուրիշ բան է, երեխան ինչ կապ ունի։ Հիշեցի հեռուստատեսային հաղորդումներից մեկում ռուս հոգեբաներ մայրը զանգահարեց, ինչ որ իրավիճակ էր ուզում նկարագրել, ասեց իմ երեխան բացարձակ գերազանցիկ է, հոգեբանը ընդհատեց, ասեց հուսով եմ դուք չեք հպարտանում դրանով։ Ակնհայտ է։ Բաներ կա, գիտեք, արդեն վաղուց ես հաստատված եմ համարում։ Ուղղակի ուզում ես, որ այդ դպրոցի բերդ հիշեցնող պատերը փլուզվեն անպայման եւ այդ իրականության մեջ տեսնես աղմուկը ստեղծագործող երեխաների այդ ճիճը, միասին լինելու հավեսը, միասին գործ անելու հավասը ու անդադ իր առջև ավելի հետաքրքիր խնդիրներ դնելու հնարավորությունը։ Ծնողը ինչպես կարող է հասկանալ իր երեխան լավ կրթություն է ստանում, թե ոչ։ Հիմնականում ինչպես են դատում, ասում են, որ ահա ես սա հարցրեցի, պարզվեց, որ սա չգիտի, մյուսներ չգիտի, նշանակում է, որ կրթությունը լավը չի։ Դավիթը որ խոսում է, այնքան բան գիտի, որ ես չգիտեմ, 70 տարեկան մարդ եմ, սենց կյանքով ապրել եմ, թվում է թե լավ կրթություն եմ ստացել մեզ, ախր այդ ինչ ասելու բան է։ Պետք է համաձայնության գանք, որ եթե ժամանակը մարդունն է այդ կյանքը, եթե ջանքերն էլ իրենն են, երեխան սովորողը պիտի վարձատրված լինի, ինքը վարձատրված լինի։ Ծախսած ջանքերի նյարդերն են, մյուս բանը, ճամփորդություններ, քաղաք, փողոց, բան, բոլորը կարող են լինել կրթող եւ կարող են լինել կներեք կրտող։ Այդ կրթության դրվածքի հարցն է, համաձայն եք, չկա ավելի գրավիչ բան, քան նոր բանի ճանաչումը, այդ իմանալը, այդ իմացումը, դրա համար այդ իմացումի հրճվանքը պիտի մարդը զգա, չէ՞, կարող է դու տանջում ես, մյուս ես անում, ասում ես սրա անունը դրել ես իմացումի հրճվանք, բայց եթե կա այդ հրճվանքը միասին լինելու, իրար հետ լինելու, իրար հետ գործելու։ Իսկ եթե երեխան այդ հրճվանքը չի ստանում, այսինքն պիտի միջավայրը փոխել, ինչ պիտի անել։ Միջավայր ամեն ինչ, միջավայրը իր ուսուցչով անպայման, ինքը պետք է ստանա, դա դպրոց կոչված, մենք պիտի մտածենք, այդ պարտադիր հանրակրթական դպրոցը, եթե մենք չենք կարողանում որպես միջավայր, այդպես գրավիչ, հետաքրքիր բան դարձնել, ապա այդ շատ վտանգավոր բռնություն է, որ մենք գործ այդ բերդ է։